Կոնդի մզկիթի սկանդալը կամ ինչպես է թշնամական քարոզչությունը հասնում աբսուրդ։ Մենք գտնվում ենք 2800-ամյա Երևանի ամենահին թաղամասում՝ Կոնդում։ Այս պատերիցին մեկ էլ Մենուայի որդի Արգիշտի քարն է։ Իսկ հիմա առաջարկում են գուշակել, թե որ երկրի երևակայությունը կարող էր հերիքել, դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու բողոքել, թե հայերը Կոնդում իրենց մշակութային ժառանգությունն են ոչնչացնում։ Եթե դուք նավթ ունեք ու փող ունեք, դա չի նշանակում, որ դուք պատմությունը պետք է փոխեք։ Հուշում դա այն երկիրն է, որն Արցախում ոչնչացրել է Շուշիի կանաչ ժամը, Բերձորի եկեղեցին, անճանաչելի դարձրել Ղազանչեցոցը եւ այլն։ Այս շարքն անվերջանալի է։ Հա ու ի դեպ արգելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքն Արցախ, այն նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որին իրենք դիմել են։ Բոլոր պատմական փաստերը վկայում են, որ 17-րդ դարում կառուցված Աբբաս Ղուլի խանի մզկիթը պարսկական է։ Այդ շրջանում Երևանը պարսկական տիրապետության տակ էր։ Ու այստեղ խնդիրն այն չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այնքան միամիտ է, որ կհավատա այդ աբսուրդին, այլ այն, որ այդ երկրի պետական քարոզչական մեքենայից մինչև լրատվամիջոցներ ու բլոգերներ փորձում են տարածել հանրության շրջանում այդ բացահայտ սուտ տեղեկությունը։ Ու այս տեսանյութի նպատակը թեկուզ փոքրիկ քայլով դրա դեմն առնելն է։ Կարող եք միանալ արշավին, կիսվել ու այդպիսով օգնել, որ ճիշտ տեղեկությունը տարածվի։